Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն «Պոակը» ներկայացնում են։ Քո արվեստը դպրոցում։ Այսօր ուղին մեզ դեպի Արարատի մարզ տարավ, գյուղ Արալես։ Օրվա հյուրը երաժիշտ, երգահան Արիկ Գրիգորյանն է։ Արիկ Գրիգորյան, երաժիշտ, երգահան։ Ծնվել է 1983 թվականին Գյումրիում։ 1991 թվականին ընդունվել է Գյումրիի Գուսան Շերամի անվան երաժշտական դպրոց, ֆլեյտայի բաժին։ Ուսման ընթացքում դարձել է հանրապետական մի քանի մրցույթների մրցանակակիր։ Արիկի երաժշտական կարիերան սկսվել է 8 տարեկանում, երբ ծանոթացել է Նարեկ Բարսեղյանի և Արման Քոչարյանի հետ։ Հենց այդ ժամանակ էլ դրվել է Բամբիռ ռոք խմբի երկրորդ սերնդի հիմքը։ 1996-ից 2000 թվականներին սովորել է Գյումրիի արվեստի և երաժշտության դպրոցում, կրկին ֆլեյտայի բաժնում։ 2001 թվականին ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան և ավարտել այն 2005-ին, ստանալով երաժշտության դասատուի և երգչախմբի ղեկավարի մասնագիտություններ։ Արիկ Գրիգորյանը 1998 թվականից Բամբիռ հայկական ֆոլք-ռոք խմբի անդամ է։ 1999 թվականին տեղի է ունեցել Բամբիռ խմբի առաջին արտերկրյա համերգը Նյու Յորքում, որից հետո էլ համերգային ծրագրերով հանդես է եկել մի շարք երկրներում՝ Վրաստան, Իրան, Թուրքիա, Ֆրանսիա, Լեհաստան, Ռուսաստան, Հունաստան, Իռլանդիա և այլն։ 2013 թվականից աշխատում է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում որպես երաժշտական ծրագրերի ղեկավար։ Նույն թվականին հիմնադրել է Թմբաթը համույթը, որը ստեղծվել է որպես ուսումնական երիտասարդական ծրագիր, սակայն տարիների ընթացքում վերաճել է ինքնուրույն երաժշտական խմբի, մեծ ճանաչում ձեռք բերելով ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում։ Իմ անունը Արիկ Գրիգորյանն է, ես երաժիշտ եմ, չգիտեմ ձեզանից ոմանք կարող է ինձ ճանաչեն, կարող է չճանաչեն, դա այդքան կարևոր չէ։ Ես այսօր եկել եմ ստեղ կիսելու իմ գիտելիքները, մտորումները ձեր հետ։ Արեք սկսեք ամենասկզբից։ Տեսեք, մենք ապրում ենք մի հատ միջավայրում, որտեղ կան կենդանիներ, բույսեր, ճիշտ է, սարեր, ծորեր եւ այլն եւ այլն։ Այսինքն երկրակոնդը, որը ստեղծվել է շատ վաղուց ու մենք այնտեղ ապրում ենք եւ մեզանից բացի նաեւ այնտեղ մեր մոտ ապրում են տարբեր տեսակի կենդանիներ, միաբջիջ, բազմաբջիջ եւ այլն եւ այլն։ Բայց ի՞նչն է տարբերում մարդուն մնացած բոլոր այդ էակներից։ Ինչ է մարդը այսքան տարբեր է ամեն ինչից։ Ով կարող է ասել։ Բանականություն։ Ապրեք, բանականության։ Բանականությունը ինչ է ենթադրում։ Մտածելու, չէ՞։ Բանականության շնորհիվ մարդը մտածում է եւ ստեղծում է։ Այսինքն մարդը տարբերվում է կենտանական աշխարհից իր ստեղծելու ունակությամբ։ Իսկ այդ պատճառով էլ մարդը ստեղծեց մշակույթ։ Ճիշտ է, արվեստ, մշակույթ։ Կարելի ասել, որ մարդու առաջի առնչությունը արվեստի հետ դա նկարչություններ, չէ՞, քարանձավներում եւ այլն։ Տեղից ինքը սկսեց պատկերել, տեսնել, արտացոլել այն ամեն ինչ, որ ինքը իր կյանքում տեսել է եւ ապրել է։ Հիմա տեսեք, արվեստը հենց դա է, այսինքն արվեստը այն է, որ մարդը բնությունը ցույց է տալիս իր տեսակետով։ Արվեստը ունի 3 շատ կարևոր օրենք, հատկություն։ Առաջինը դա գիտելիքն է։
Առանց գիտելիքի չի կարող արվեստ լինել։ Երկրորդ կարևոր բանը դա վարպետությունն է, որ արվեստագետը պիտի ունենա։ Եվ երրորդ ամենակարևոր բանը դա բնականությունն է, որ արվեստում պետք է դա լինի։ Այսինքն ոչ մի կեղծ, ոչ մի բան պետք է չլինի արվեստում։ Հիմա սկսեմ խոսել երաժշտությունից։ Երաժշտությունը մարդու ստեղծած ամենահետաքրքիր երևի երևույթներից մեկն է։ Տեսեք, օրինակ բոլոր արվեստի ճյուղերում մարդը գործ ունի նյութի հետ։ Ճիշտ է։ Օրինակ նկարիչը ներկի հետ գործ ունի, կտավի հետ գործ ունի, գրողը գրիչի, թանակի, թղթի կամ այսօր կոմպյուտերի եւ այլն եւ այլն։ Ամբողջը նյութ է։ Երաժշտությունն էլ է նյութ։ Երաժշտությունը ինչ նյութ է։ Գործիք, ձայն, նոտա, չէ՞։ Բայց հիմա տեսեք, երաժշտությունը միակ նյութն է, որը շոշափելի չի։ Ոչ տեսանելի է, չէ, ոչ շոշափելի է։ Այսինքն երաժիշտը ավելի բարդ նյութի հետ գործ ունի։ Ինքը մի հատ նյութի հետ գործ ունի, մի հատ նյութի հետ է աշխատում, որը ոչ կարող է զգալ, շոշափել, ոչ տեսնել, ճիշտ է։ Ինքը մեկից ազդում է մեր գալիս է սիգնալը, գալիս է ուղիղ մեր գլուխ, ուղեղ, չէ, ուղեղից նոր մենք դուրս ենք անում այդ ինֆորմացիան երաժշտության միջոցով։ Երկրորդ շատ կարևոր բանը, քանի որ երաժշտությունը ստեղծում է մարդը պետք է կարողանա այդ ամեն ինչը անել, այսինքն զարգացնել իր ֆիզիկական տվյալները։ Օրինակ կլարնետ նվագողի դեպքում շնչառությունը, չէ, շրթունքները, մատները եւ այլն, գիտար նվագողի դեպքում եւ այլն եւ այլն, վոկալիստների դեպքում կոկորդը, այսինքն մեր հիմնական նպատակը կրթել, զարգացնել մեր ֆիզիկական տվյալները, որպեսզի կարողանանք դուրս հանենք այն ինչ որ մեր մտքում կա։ Այդ ամեն ինչի հետ կապված մենք պետք է այս տարիքից սկսենք կրթվել։ Կրթությունը ամենամեծ զենքն է, տեսեք մարդու կրթությունը, որ մարդուն տարբերեց բնությունից, կապիկից, շնից եւ այլն, տառականից եւ այլն եւ այլն։ Հիմա խոսենք մի քիչ երաժշտությունից։ Ես ինքս նվագել եմ եւ նվագում եմ մի քանի ժանրերի մեջ։ Առաջի անգամ որ գնացի երաժշտական դպրոց, դե սկսեցի ուսումնասիրել ֆլեյտան, դասական, գիտեք երաժշտական դպրոցներում ինչ են անցնում։ Հետո այնպես ստացվեց, որ հանդիպեցի իմ այսօրվա ընկերների հետ, երբ որ 9 տարեկան ենք ու որոշեցինք ստեղծել Բամբիր խումբը։ Խումբը ստեղծվեց Գյումրիում 1994 թվականին։ Դուք երևի չէ, հաստատ ծնված չեք եղել այդ ժամանակ։ Մինչև այժմ խումբը կա, գործում է, մենք թողարկում ենք ալբոմներ, փորձեր ենք անում։ Եվ ես ընթացքում նաև զբաղվել եմ դասավանդությամբ, երաժշտության դասավանդությամբ, աշխատում եմ Թումո կենտրոնում Երևանի արդեն 10 տարի։ Ամեն տեսակ ժանրի սկիզբը դա ժողովրդական երաժշտությունն է։ Ամեն տեսակ, որը մենք վերցնում ենք ժողովրդական աղբյուրներից, որտեղ ժողովրդական իմաստությունը մեր համար ամենակարևորն է, ամբողջությամբ տեղից է սկսվել։ Եթե ուզում ես ճանաչել ինքդ քեզ որպես հայ մարդ, դու ով ես, դու պետք է նախ մի քիչ հետ նայես, տեսնես դու ով ես, ինչեր ես արել, ինչ դիրք ունես աշխարհում, ինչեր ես ստեղծել։ Մեր ժողովուրդը բարեբախտաբար շատ հետաքրքիր մշակույթ է ստեղծել աշխարհում եւ շատ կարևոր դեր ունի աշխարհի մշակույթի, ընդհանուր աշխարհի մշակույթի զարգացման համար։ Եվ դրա համար մենք պետք է չմոռանանք ու ուսումնասիրենք, որպեսզի կարողանանք առաջ գնալ եւ ստեղծագործել։ Մարդու համար ամենակարևոր բանը ստեղծագործելն է։ Ու ինչքան օրիգինալ ստեղծագործություն ունես դու, այդքան աշխարհը քեզ ավելի շատ կգնահատի։ Այսինքն պետք է լինել բոլորի նման, որտեղ բոլորի նման անհետաքրքիր է։ Հիմա կփորձեմ ձեզ մի քանի բան ցույց տամ։ Ես բերել եմ մի քանի գործիք, որ ձերդ կիսեմ, ցույց տամ։ Սա ուրեմն բոլոր ինձ հարցնում են ինչ գործիք է սա։ Սա ուրեմն ասեմ, սովորական գիտար է, ուղղակի ճանապարհորդելու համար է նախատեսված, որպեսզի մեծ case կամ մեծ գործիք չտանես հետդ բերես, բայց ես քանի որ շատ եմ սիրում ժողովրդական երաժշտություն ուսումնասիրել եւ նվագել, ես վերցրեցի այս գիտարը եւ լարվածքը փոխեցի, դարձրեցի ավելի ժողովրդական հնչողություն ունեցող, այսինքն սազային։ Սազը տեսել եք, չէ՞ դուք ինչ է։ Լսում եք ձայնը։
ամպելածուն չի գալի մտնել ատուն չի գալի հեռու ճանապարհով ամպելածուն չի գալի կանչում եմ յարարի յար մութն անգավ տունարի այանջի յար Ամեն ինչից կարելի է գործիք սարքել, հիշեք, եթե ուզես, օրինակ սա ինչ է իրանից ներկայացնում, կարող եք ասեք։ Արեք հիմա մի հատ փոքրիկ երաժշտական դաս անենք, հա, երկու շարք ունենք, երկու շարքում էլ կարող եք ծափտակ, չէ՞։ 3, 4, 1, 2, 3, 4, համոզվեցինք, որ կարող եք։ Հիմա, որպես հետաքրքիր եղնի, արեք բաժանենք երկու մասի, հա։ Ունենք 4 հաշիվ։ Նայեք, երաժշտության մեջ ամենակարևոր բանը, երեխեք, ինչն է։ Ապրես։ Ռիթմը, չէ՞։ Առանց ռիթմի ուղղակի ձայն է։ Օրինակ, եթե մենք լսում ենք ավտոյի ինչ-որ ազդանշան, դա ձայն է, չէ՞։ Բայց եթե այդ ազդանշանը ռիթմավորենք, չէ՞, ինքը կլինի արդեն երաժշտություն։ Այսինքն ռիթմը եւ մեղեդին ամենակարևոր մասնիկներն են երաժշտություն սարքելու։ Ճիշտ է։ Հիմա օրինակ մենք բոլորս գիտենք 4 հաշիվ օրինակում 1 2 3 4 1 2 3 4 1 2 Հիմա դուք 1-ի վրա ծափտվեք, դուք 3-ի։ Գնացինք 1 մի րոպե 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 Բայց հիմա նայեք, մենք ունենք նաև մատներ,
Ճիշտ է։ Հա։ Հիմա տես, որ դու մեկի վրա ես ծափ տալիս, երկրորդի վրա այսպես պետք է անես։ Դու երրորդի վրա ես ծափ տալիս, չորրորդի վրա ճտ։ Գնացինք, փորձենք 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 նորից 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 Հիմա կարող ենք ծափի ժամանակ անենք հու Հեշտ բան է շատ հեշտ է Գնացինք ծափ հու 2 3 4 հու 2 հա հու հա հու 2 հա ի հու հա Շարունակում ենք Արեք փորձեք մի փոքր արագ 1 2 3 4 հու ի հա ի հու ի հա ի հու ի հա ի հու ի հա ու բոլորս միասին հու Միատել Հիմա հաշվում եք մինչև 3-ը 1 2 3 հու հա 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 հու հա 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 հու հա 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 Մի քիչ բարձր ավելի Հիմա հակառակը հու Հիմա փորձեք բոլորով միասին մի հատ երկար նոտա պահենք, հա? Համաձայն եք։ Ով ինչ նոտա ուզում է թող պահի, բայց խնդրում եմ իմ ձեռքին նայեք, երբ որ ես ձեռքս բարձրացնում եմ, դա նշանակում է պետք է ուժեղացնել։ Որ իջացնում եմ, նշանակում է պետք է կամացացնել, որ փակում եմ, նշանակում է պետք է լռել։ Okay, գնացինք, բայց խնդրում եմ մի քիչ բարձր։ Գնացինք, շունչ։ Մենակ է շարքը։ Ահա, հիմա տեսեք, ինչ է տեղի ունենում, բոլորս նույն ձայնն ենք անում։ Հիմա կարող ենք մի քիչ ավելի մտածել, ստեղծագործել, իմպրովիզացիա անել։ Օրինակ, եթե այս շարքը նվագում է հո, դուք երգեք ավելի բարձր հնչյուն, որպեսզի ակորդ լինի։ Հա, օրինակ հո, 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 հլա։ Հո, մաքուր, լսելով, լսեք ու մաքրեք։ Հո, բարձր, հո, միատել, միատել,
Ահա, հիմա on հստակ 1 2 3 4 Ռիթմ ձեռքից նայեք, ցույց եմ տալիս չէ, նայ Շարունակենք իրար մի քիչ բարձր, խնդրում եմ Չեղած տեղից կարողանում ենք ինչ-որ մի բան հնարել, չէ։ Հիմա դուք էլ կարող եք գնալ տուն, բոլորդ հեռախոսներ ունեք։ Հեռախոսների մեջ, երեխեք, այսօր շատ հետաքրքիր application-ներ կան, որը դուք կարող եք քաշել ձրի, հա, եւ սարքել ձեր ռիթմերը։ Օրինակ, եթե iPhone ունեք, iPhone-ի մեջ կա GarageBand։ Եթե Android ունեք, ուրիշ բաներ կա, լավ չեմ հիշում, բայց հետո կարող եմ ձեր հետ կիսել։ Այնտեղ կան հետաքրքիր ծրագրեր, որ դուք կարող եք մի հատ layer-ը, օրինակ կապել մյուսի հետ, այսինքն ունենալ մի հատ հո եւ մյուս քարը տնել, հետո մյուս քարի վրա մյուս քար տնել եւ ունենալ հետաքրքիր ռիթմիկ պատկեր, որը ձեզ ստիմուլ կտա հետաքրքիր երգ գրել, օրինակ։ Մարդ կա, որ ձեզանից երգեր է գրել կյանքում, կամ գրում է, կամ սիրում է ստեղծագործել։ Ոչ մեկ։ Ես նվագում եմ դաշնամուր ու կանոն, ստեղծագործում եմ ինչ-որ հետաքրքիր ռիթմերով ստեղծագործություններ, երաժշտություններ, դանդաղ արագ։ Շատ լավ է, ճիշտ ես անում։ Օրինակ կանոնը տեսեք քանի հատ լար ունի, քանի հատ լար ունի կանոնը։ Սա ամեն նոտան բաղկացած է 3 լարից։ 3 լարից։ Դաշնամուրի նման։ Դաշնամուրն էլ է, չէ՞, ամեն նոտան 3 հատ լար ունի։ Հիմա նայեք, կանոնի լարերը նույն այս շարքերն են, ճիշտ է։ Դու կարող ես մի լարի կպնես ուրիշ ցայնքա, մյուս լարով ուրիշ ռիթմ նվագես, չէ։ Հիմա ամենակարևորը, երբ որ դուք ձեր ռիթմը զարգացնեք, երեխեք նայեք, երաժշտությամբ զբաղվելը դա չի ենթադրում, որ անպայման պետք է երաժիշտներ դառնաք։ Դառնողը կդառնա, հա, բայց երաժշտությամբ կրթվելը ընդանուր ճկունություն է հաղորդելու ձեր ուղեղին, ձեր գործողություններին։ Եթե դուք լավ երաժշտությամբ շատ հաճախ եք զբաղվում, ձեր մնացած գործերը ավելի լավ է ստացվելու, ավելի ճկուն է լինելու ձեր ուղեղը, որովհետև երաժշտությունը հնարավորություն է տալիս։ Օրինակ, դուք կարող եք պատկերացրեք, օրինակ նվագողը գործեր կան, որ աջ ոտքով, ասի ցախներ, հա, ցախ ոտքով ուրիշ գործողություն է անում, աջ ոտքով ուրիշ, աջ ձեռքով ուրիշ, ցախ ձեռքով ուրիշ։ Այսինքն ինչքան ճկուն է այդ մարդու ուղեղը, որ կարողանում է 4 հատ տարբեր գործողություն անի միաժամանակ։